Երեկյան շնորհակալ ենք, որ եկաք տաղավար։ Բարի օր, ես էլ 20 րոպե առաջ, գեժան առաջ հայտնի լիների վերջը դատարանի ինչ որոշում կայացել Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ, բայց դեռ ինֆորմացիա չկա։ Տեսակերեք ինչ տեղի ունեցավ Գյումրիում, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ակնկալելի էր, որովհետև Փաշինյանը 26 թվականի, այսպես ասած, ընտրություններին է պատրաստում եւ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկում ընդդիմադիր ղեկավարություն նրան պետք չի, դա մի կողմից, երկրորդ կողմից էլ կարելի է փաստել, որ Վարդան Ղուկասյանի բախտը բերել է նրանով, որ նա կարող էր վիճակվել Փարաքարի համայնքապետի ճակատագրին եւ առհասարակ սպանության ենթարկվեր։ Սա է գործող իշխանության վարքագիծը եւ դրա մասին բազմիցս խոսվել է, բազմիցս զգուշացվել է, կանխատեսվել է, որ սա է լինելու, որ քաղաքական սպանությունները եւ քաղաքական ձերբակալությունները գնալով ծավալվելու են եւ խորանալու են, որտեվ Փաշինյանին ոչ մի դեպքում չի կարելի կորցնել իշխանությունը։ Պատճառն էլ էլի ասել եմ, որտեվ դա կենսական նշանակություն ունի Փաշինյանի համար, որտեվ խոսքը գնում է ոչ միայն իր կնգա մակիաժի եւ զբոսաշրջությունների ապահովման մասին, այլ առհասարակ նրանց կյանքի անվտանգության մասին։ Ամբողջ երկրի ոստիկանական զորքը երեք կենտրոնացրել էին Գյումրիում։ Տպավորություն էր, որ չգիտեմ, թիվ 1 հանցագործին են իրենք բռնելու, այս ամենի հետ կապված ձեր Փաշինյանի խունտայի տեսանկյունից Վարդան Ղուկասյանը իրոք թիվ 1 հանցագործ է, որովհետև նրա գոյությունը, այն փաստը, որ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց։ Ասենք, ով էր սպասում ինչ-որ ուրիշ ելք։ Շատ նորմալ գործընթաց է, Փաշինյանի տեսանկյունից, բարոյական, իրավական եւ մնացած բոլոր քաղաքակրթական տեսանկյունից դա աննորմալ իրավիճակ է եւ օրագալու յուրաքանչյուր ոստիկան, յուրաքանչյուր այն մանր չինովնիկ, ով այսօր նման վարք է դրսևորել, պատասխան է տալու, հարցը դա չի։ Բայց այսօր մենք ունենք այն ինչ որ մենք ունենք եւ բնական է, որ գործող վարչախմբի տեսանկյունից այդ մարդիկ թիվ 1 թշնամիներն են, որովհետև նրանք սպառնում են նրանց անխոչնդոտ իշխելու հնարավորությանը։ Այս համատարած շակերտավոր գաղտնալսումները, այս որ իրանք են խոսում իբր կոռուպցիայից, թալանից, ամուսնությամբ շատերի գնահատմամբ թաղված են այդ ամենի մեջ, խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Նորից։ Այս ամբողջը իրանք որ համատարած գաղտնալսումներ են իրականացնում, իմիջիայլոց սա ուղիղ գործողությունները ուղիղ համեմատական են Փաշինյանի ազգային ժողովում այն հայտարարությանը, որ կվռնենք ու դուրս կշպրտենք։ Հիշում եք Վարդան Ղուկասյանի ասածային ինքը ինչ ասաց ազգային ժողովից։ Հարգելիներս, նախ գաղտնալսում են 18 թվականից ի վեր բոլորին, ինձ էլ, ձեզ էլ, բոլորին էլ գաղտնալսում են։ Ու արդեն վաղուց պետք էր սովորել այդ հանգամանքին եւ աշխատել զուսպ պահել անգամ երբ որ մեսենջերներով ես խոսում կամ գտնել այլ կոմունիկացիայի տարբերակներ, որ չգաղտնալսվես, ունենալ ալտերնատիվ հեռախոսներ, ուրիշ մարդկանց անունով գրանցված հեռախոսներ, չխոսել ձեր հիմնական գտնվելու վայրում, այսինքն տարբերակները շատ են, եթե դու ուզում ես խոսես ու քեզ չլսեն, այսինքն չիմանան, որ այդ հեռախոսի համարի տակ դու ես։ Բայց դրան պետք է սովորել ու պետք է պատրաստ լինել, որ քո ցանկացած խոսք, ցանկացած օր օգտագործվելու է քո դեմ ու դրանով անցել ենք մենք բոլորս։
Հիմա մարդ կա, ով պատրաստ է դրան, եւ հետևանքներին մարդ կա, ով պատրաստ չի, եւ դրանից ելնելով արդեն պետք է կառուցեք ձեր հետագա վարքը։ Ինչ վերաբերում է Փաշինյանին եւ նրա սպառնալիքներին։ Իսկ կա ինչ-որ խոչընդոտ, որը կարող է կասեցնել Փաշինյանի նման վարքը։ Խոսքը գնում է եւ բանավոր եւ գործադիր ոլորտներում։ Չէ, չկա։ Եվ հետեւաբար ինչ ուզում եմ, այն էլ անում եմ, սա է նրա այսօրվա կարգախոսը։ Դուրս կշպրտենք, կծեծենք, կսպանվենք։ Եվ դուրս են շպրտում, եւ ծեծում են, եւ սպանում են։ Միակ դեպքն է, որ Փաշինյանը ասեց ու արեց։ Միակ դեպքն է, որ Փաշինյանը փաստորեն չի ստել։ Հիմնականում նա խոստումների մակարդակի վրա միշտ սուտ է խոսում։ Այս անգամ ասեց կծեծեմ, ծեծեց, ասեց կսպանեմ, սպանեց։ Անպատժելիության սինդրոմն է։ Երեք մեկ տեսանք, հա, համատարած նաև մարդկանց են բերման ենթարկում, ձերբակալում, 20-ից ավել մարդու։ Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Մարդը կես տարուց ընտրություններ ունի։ Վերնի մարդը չէ, կենթանին։ Եվ հիմա, այսինքն ճանապարհը նա հիմա պետք է ազատի, նա չի կարա հունիսի 5-ին սկսի։ Հունիսի 5-ին արդեն ճանապարհը պետք է լրիվ բաց լինի։ Եվ հետեւաբար այդ բոլոր գործողությունները հիմա պետք է սկսի։ Երբ որ վրացիները Թուրքիայի սահմանի վրա 200,000 հայկական կեղծ անձնագիր են ձերբակալում։ Այդ ինչի մասին է խոսում, որ այդ 200,000 անձնագիրը հունիս ամսին պետք է քվեարկեին հօգուտ Փաշինյանի։ Այդ նշանակում է, որ Թուրքիան, եթե Թուրքիայի սահմանով է մտել, ինչ է նշանակում։ Որ Թուրքիան է մատակարարում այդ եւ ֆինանսավորում այդ կեղծ անձնագրերի տպելը, տեղափոխելը եւ հանձնելը։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ ոչ թե 300 ադրբեջանցի է լինելու, այդ անձնագրերը եւս հանձնվելու են 200,000 ադրբեջանցու։ Եթե նա նման գործարքի մեջ է մտնում թուրքերի հետ, ձեզ թվում է, որ նա այստեղ մարդ չի սպանի, մարդ չի ծեծի, այն էլ ոնց։ Արտուր Չապանյանն էլ երեք։ Ինչ։ Ծեծեցին տեսա։ Իմացաք այդ ինֆորմացիան։ Չեմ լսել, բայց էլի ակնկալելի է։ Փաստացի ինքը տեսնում եք հետևողական տարբեր ապօրինությունների մասին է բարձրաձայնում, որտեղ նաև թաղված է կոռուպցիայի մեջ այս իշխանությունը քաղաքային մասնավորապես։ Երեք հայտնի դարձավ, որ անհայտ անձինք հարձակվել են, ծեծել են, չնայած այսօր հայտնի դարձավ, որ մեկին բռնել են։ Եկեք հիշենք, ուրեմն ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին, որովհետև նա իր սուր խոսքով ցավ էր պատճառում նույն կոռումպացված իշխանություններին, ծեծել են բանին Մալեն Նարեկին։ Հարգելիներս, դա բռնապետության ամենավառ դրսևորումներն են։ Պետքա ծեծեն, պետքա ձերբակալեն, պետքա սպանեն, որովհետև նրանք ունեն նպատակ, որին այս մարդիկ, այս մանր մարդուկները խանգարում են։ Որտեւ Ավինյանը ուզում է նստի տակը գրփի այդ փողերը, բայց ինչ որ Արտուր Չախոյան կամ ինչ որ Մեսրոպ Մանուկյան խանգարում են։ Չեն թողում, որ նրանք լիաթոք վայելեն այդ ձեռքբերումները, այդ վայելեն այդ հնարավորությունները, որոնց մասին նրանք անգամ չէին երազում։ Ու պարզա որ այդ մարդկանց բերանը պետքա փակել։ Պարզա որ Արտուր Չախոյանի վրա
գործ չեն կարող հարուցեն, որտեղ այդ մարդը ոչ գողացել է, ոչ արել է, ոչ ներգրաված է եղել եւ այլ, ինչի համար պետք է ձերբակալեն։ Հետևաբար ինչ պետք է անեն, պետք է ծեծեն։ Իսկ եթե չհանդարտվի, կսպանեն։ Հիշում եք ապարանում սպանեցին ընդդիմադիրներին։ Առեսօր արդեն քանի տարի է անցել։ Առեսօր գործը սայլակը տեղից չի շարժվել, ոչ մեկ չգիտի ինչի են սպանել այդ մարդկանց, ով է դատապարտվել այդ գործով։ Սպանեցին եւ մոռացեց։ Հայ դեպի անձնագրերի պարագայով։ Ածն ոչ գվում է, ոչ բվում է, որովհետեւ դա ազգային անվտանգության խնդիր է, դա զուտ ԱԱՑ-ի գործառույթն է, իսկ ԱԱՑ-ն նստած իմ հեռախոսն է լսում, որ իմանա իմ անձնական խոսակցություններում ես ում հետ ինչ եմ խոսում։ Այդ ժամանակ 200,000 կեղծ անձնագիր մտնում է Հայաստանի Հանրապետություն։ Սա այն Հայաստանը, որը դուք ընտրել եք 18 թվականին։ Սրա մասին եք երազում, դե վայելեք։ Բայց իրենց համար վախենալու չեն մտնոլորտը, որ իրենք են ստեղծել։ Իրանք չեն գիտակցում, որ հերթը իրանց էլ է հասնում։ Երբ որ 32-33 թվականին Ստալինը սկսեց ռեպրեսիաները, այն բան որ դասակարգը նստած բան էր անում, ուխ արիստոկրատներին ձերբակալեցին, ուխ գրագետներին, կիրթերին, մասնագետներին ձերբակալեցին, ուխ, բայց երբ որ արդեն հերթը հասավ իրանց, որ ինչ-որ մի հատ կալխոզնիկ կամ բանվոր, որին, չգիտեմ, աշխատանքից ուշանալու համար 15 տարի ուղարկեցին Սիբիր, արդեն ուշ էր, որտեղ խաղի կանոնները արդեն հստակեցվել էին։ Այսինքն թե ձեզ թվում է, որ Վարդան Ղուկասյանին ձերբակալելով թեման փակվել է կամ Արթուր Չախոյան ծեծելով։ Ոչ, որովհետև հաջորդ քայլով դուք եք ծեծվելու, ձերբակալվելու եւ սպանվելու։ Դա բռնապետության տրամաբանությունն է։ Երբ որ բռնությունը վերևից իջնում է ներքև,